Երբ դեռ փոքր էի, ուզում էի առյուծ արքան հայկական մուլտֆիլմ լիներ։ Ես մեծացա ու բան չփոխվեց։ Առյուծ արքան մնաց նույն ամերիկյան աշխարհահռչակ մուլտֆիլմը։ Բայց հայկական մուլտարտադրությունում շատ բան կարող է փոխվել։ Փոքրիկները կարող են մուլտհերոսներին տեսնել Հայաստանի ամենատարբեր վայրերում, տարազներով։ Արտ TV-ը որոշել է երեխաների լեզվով խոսել մեր պատմության մասին։ Մենք ուզում ենք, որ արվեստի միջոցով փոխանցենք այն լույսը, որը մենք մեր արմատներից ենք ստանում։ Ես շատ հավատում եմ, որ այդ մեր մոտ հաջողվելու է, դա ամենակարևորը։ 1.5 տարվա ընթացքում թիմը նախատեսում է ստեղծել 27 մուլտֆիլմ արևելահայերեն եւ արևմտահայերեն։ Նախատեսվում են նաև այլ լեզուներով տարբերակներ միջազգային շուկայում հայկական բովանդակությունը ներկայացնելու համար, ասում է Նարեկ Սարգսյանը։ Ինչ տարազներ է ունեցել Հայաստանը, որ ժամանակաշրջանում ինչ երաժշտական գործիքներ էին առավել տարածված եւ ինչու։ Այս եւ նման հարցերի պատասխանները գտնելու համար թիմը դիմել է մասնագետների օգնությանը։ Յուրաքանչյուր կերպարի վրա կատարվել է մանրակրկիտ դետալային աշխատանք։ Մենք ինչպես գիտենք, բոլոր բալիկները, որքան էլ ծնողները պայքարում են հեռախոսներից օգտվելու եւ միջազգային արտադրության մուլտֆիլմեր դիտելու դեմ, այդ թվում ես որպես մայր, բայց դա անխուսափելի է եւ մենք փորձելու ենք այսօր այս մուլտֆիլմի միջոցով հասնել երեխաներին եւ այլընտրանք առաջարկել նրանց, բայց այստեղ շատ կարեւոր է կերպարների շատ գունավոր, շատ ժամանակակից, շատ հեքիաթային տեսք ունենալը։ Արտ TV-ի հերոսները դեռ անուններ չունեն, նրանք կարող են կրել հենց քո ընտրած անունը։ Կերպարները ձևավորվում են հայկական հեքիաթների հիման վրա։ Ստեղծման գործընթացում ներգրավված են նաև հոգեբաններ, լոգոպեդներ եւ մշակութաբաններ։ Մուլտֆիլմների միջոցով ուզում ենք, որ երեխաները զգան, որ իրենք սիրված են, երեխաները սովորեն հավատալ, սովորեն երազել, որովհետև այս մոդեռն աշխարհում, երբ որ հնարավորությունները ավելի շատ է, շատ ավելի հաճախ է նկատվում երեխաների մոտ դեպրեսիան, մենակությունը։ Տաթևը խոստովանում է, իր 4 տարեկան փոքրիկին դժվարությամբ է համոզում հայկական մուլտֆիլմ դիտել։ Դրանք ավելի շատ ինձ են հետաքրքրում, ասում է նա։ Սակայն ստեղծված նոր, վառ ու ճկուն կերպարները նպատակ ունեն գրավել երեխաների ուշադրությունը եւ նրանց հասանելի լեզվով փոխանցել կարևոր արժեքներ։ Խաղերից անպայման ներկայացվելու են հոլով խաղը, հայտնի բոլոր պատմազգագրական շրջաններին, որ բալիկները խաղացել են, դա ավանդական խաղիքներից է, բայց այսօր էլ շատ կիրառություն ունի եւ շատ հետաքրքիր է այն այսօր բալիկներին ներկայացնել հենց այս ֆորմատով։ Ներկայացվել են տարբեր արհեստներ, աստեղնագործություն, գորգագործություն, խեցեգործություն, դրանք ներկայացվելու են որպես առօրյա զբաղմունքներ եւ շատ ներդաշնակ ընդհանուր ֆիլմի սցենարին չտարբերվելու համար եւ առանձնահատուկ չշեշտադրելու համար։ Մուլտֆիլմերը հասանելի կլինեն YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում եւ այլ հարթակներում բաց ու անվճար։ Մենք թիմի հետ ակտիվ աշխատանքների փուլում ենք հիմա, նաև ասեմ, շեշտեմ, որ մենք դրամահավաքի փուլում ենք, այս իդեալական, այս լուսավոր միտքը կյանքի կոչելու համար մեզ պետքա ֆինանսական աջակցություն ու մեր պրոյեկտը կա GoFundMe-ում եւ Rearmenia հարթակներում, ցանկացած մարդ կարող է աջակցել մեզ եւ դառնալ այս մեծ պատմության մի մասնիկը։ Երբ դեռ փոքր էի, առյուծ արքան թվում էր հեռու գրեթե անհասանելի մի աշխարհ։ Բայց գուցե հարցը երբեք այն չի եղել, թե մենք կունենանք մեր առյուծ արքան, այլ կարող ենք ստեղծել մի բան, որը երեխաների համար կլինի նույնքան սպասված ու հարազատ։ Այսօր փորձ է արվում ոչ թե կրկնօրինակել արդեն գոյություն ունեցողը, այլ ձևավորել սեփական աշխարհը, որտեղ հայկական պատմությունն ու մշակույթը ոչ թե դասագիրք են, այլ կենդանի պատմություն, հասանելի, ընկալելի եւ գրավիչ։ Անի Աբաղյան, Սամվել Իսրայելյան, Նոնա Գևորգյան, ABC Media։